Ժառանգություն կուսակցության անդամ Ստեփան Սաֆարյանը Ռաֆի Հովհաննիսյանին ուղղված Սերժ Սարգսյանի պատասխանում տեսնում է մերժման տարրեր։ Խոսքը մասնավորապես վերաբերում է նամակի հենց առաջին նախադասությանը, որտեղ գործող նախագահը ընդգծում է, որ Հովհաննիսյանի առաջարկները հեռու են պետության եւ պետական իշխանության ձևավորման վերաբերյալ պատկերացումներից եւ դրանք ուղղակիորեն հակասում են գործող սահմանադրությանը։ Ստեփան Սաֆարյանի կարծիքով Սերժ Սարգսյանը հորդորելով Ռաֆի Հովհաննիսյանին դադարեցնել հացադուլը, կազդուրվել եւ հետո թուղթուգրիչով միասին աշխատել, ըստ էության ժամանակ է ձգում։ Դրականի հատիկ կա, իհարկե լավ է, որ արձագանք կա, լավ է, որ պատրաստակամություն կա նստելու։ Դե պարոն Սաֆարյան, Չէ, բայց այստեղ խնդիր կա, պարոն Սահակյան, այստեղ խնդիր կա։ Այն տպավորությունն է, որ Սերժ Սարգսյանը ասում է, գիտես ինչ, Ռաֆի Հովհաննիսյան, ես վստահ չեմ, որ դու սոված ժամանակ լավ կբանակցես, հացադուլից դուրս արի նոր բանակցես։ Ես մի քիչ գիտեք, այստեղ ժամանակ շահելու ինչ-որ բան եմ տեսնում, այս փակուղին, որը ստեղծվել է բոլոր կողմերի համարի դեպ, այս փակուղին, այսպես ասեմ, վերացնելու եւ մեկ այլ փակուղի ստեղծելու բան եմ տեսնում։ Ժամանակ շահենք, չգիտեմ, ինչ անենք, հա, այսպես ասեմ, ուր տանենք պրոցեսները, Ռաֆի Հովհաննիսյանը իսկապես ունի առողջ բանականություն եւ դատողություն եւ այս խնդիրները, որոնք արծարծված են հայտարարության մեջ, անպայման անպատասխան չի թողա եւ փոխադարձ քայլը կատարելով մենք կունենանք այլ իրականություն, այլ հարթություն, որտեղ իսկապես խնդիրների մասին կխոսեն առարկայական, կխոսեն լուծումների մասին, ապագա, հա, այսպես ասած ճանապարհային քարտեզի մասին։ Ես կարծում եմ առաջի քայլը հիմք է, բավարար է, որպեսզի նստեն եւ զրուցեն եւ իհարկե։ Ես կարծում եմ եւ նաեւ իմ ցանկությունն է, որպես իսկապես Ռաֆի Հովհաննիսյանը դադարեցնի հացադուլը, 1-2 օր իսկապես հանգստանա եւ հանգստանալը միայն հաց ուտելը չէ պատկերացմամբ, հանգստանա նաեւ այն իրավիճակից, որը նաեւ ինչու՞ չէ ազատության հրապարակումի շուրջը կատարվում է, հա, նաեւ այս առումով հոգեպես նաեւ հանգստանա եւ ավելի իրատեսական, ավելի առողջացած մտքով նստեն եւ խոսեն։ Պարոն Սաֆարյան, դուք ինչ կասեք։ Իմ մոտ այնպես տպավորություն կա, որ այսպես թիմի խնդիրը Ռաֆի Հովհաննիսյանի հացադուլից հանելն է դառնում։ Դա որքան էլ կարևոր խնդիր է մարդկային առումով։ Ռաֆի Հովհաննիսյանի հացադուլից հանելու ամենալավագույն ձևը դա քաղաքական ճգնաժամը լուծելն է։ Եվ նույնիսկ եմ կրկնում, այսօր երկրի քաղաքական ճգնաժամը դա Ռաֆի Հովհաննիսյանի հացադուլը չէ, եւ ոչ էլ ընդդիմության ներգրավվածությունը իշխանական պաշտոններում, թեկուզ եւ վերահսկողական։ Իշխանության ձևավորման շատ լուրջ ճգնաժամ է հայտ եկել եւ անկախ նրանից Ռաֆի Հովհաննիսյանը խոսի դրա մասին, Ստեփան Սաֆարյանը խոսի դրա մասին, դե չի խոսի։ Հասարակության մի զգալի հատվածի շուրթերին այդ լեգիտիմության ճգնաժամը նստած է։ Եվ որևէ մի, այսպես ասեմ, պաշտոն, հա, ներգրավվածություն իշխանական մարմիններում չի կարող լուծել այդ խնդիրը, եթե նույնիսկ եմ կրկնում, ընտրությունների արդյունքում ծագած վեճը չի լուծվում վստահություն ներշնչող ընտրություններում։ Կարծում եք կոնկրետ առաջարկ պետք է աներ Սերժ Սարգսյանը այս նամակում։ Առաջարկը արդեն ես չգիտեմ 10 այս նամակից անդին, եթե ինքը եւ Ռաֆի Հովհաննիսյանը հանդիպեն, կարողանան համալիր համապարփակ լուծումներ տան իրավիճակին, բայց ես այստեղ նույնպես եմ շեշտում, առաջին բարբերության մեջ տեսնում եմ պահանջներից մեկի մերժում կամ դրա պատրաստակամություն, երկրորդի վերաբերյալ Ռաֆի Հովհաննիսյանը արդեն վերաբերմունքը արտահայտել է, փշրանքներ պետք չեն։ Ուզում եմ ասել, տա Աստված ես սխալվեմ, տա Աստված բանակցությունների ընթացքում պարզվի, որ երկու կողմերին եւ առաջին հերթին ժողովրդի հարցերին պատասխան տվող լուծումներ են գտնվել։ Այլապես մնացածը կլինի կոսմետիկ փոփոխություն։